ներկայացումներում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄՆ-ի մայրաքաղաքում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որտեղ ծավալու ելույթով է հանդես եկել։ Վերջին օրերին նախագահը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ վարչապետ պաշտպանության նախարար Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմադ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ, ինչպես նաև շարժայի կառավարիչ Շեյխ դոկտոր Սուլթան բին Մոհամմադ Ալ Քասիմիի հետ։ Նա Աբու Դաբիի կայունության շաբաթ ֆորումում հանդես է եկել որպես գլխավոր բանախոս եւ այլն։ Հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում նախագահը չի թաքցրել տպավորված է այդ երկրում հայկական համայնքով ու դրա կարողություններով։ Եվ իրականում կուզենայի ապրել այն օրը ձեր հետ միասին, երբ որ մենք այդ բառը կմոռանանք, սփյուռք կլինենք Հայաստանցիներ բոլորս, որտեղ իրականում բոլորս ենք հայաստանցի, բոլորս ծագումով հայաստանցի ենք և պատմության բախտի պատճառով կամ մեր ազգին պատած մեծ դժբախտության պատճառով, մեծ եղեռնի պատճառով մեզնից որոշները իրենց ճանապարհը վերջնականապես գտել են մայր հայրենիքում, իսկ մյուսները դեռևս ժամանակավորապես աշխարհասփյուռ են, ինչպես դուք ասեցիք, սրբազան, Թավշյա հեղափոխության կամ հեղափոխություն հայկական ձևով, այդ հեղափոխության մասնակիցների թիվը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չէին, կամ նրանք, ովքեր Երևանի փողոցներում էին այդ հեղափոխությանը իրադարձություններին մասնակցում էին շատ-շատերը, ինչ որ իմաստով ողջ մեր հայ ժողովուրդը, Լոս Անջելեսից սկսած, Եվրոպայից, Միջին Արևելքից, որտեղ յուրաքանչյուր մարդ ապրում էր հայրենիքի վիճակով, հայրենիքում կատարվող իրադարձությունները եւ ընդհանրապես ապրում էր հայրենիքով։ Ես կարծում եմ այս մեր կապը շատ ավելի խորանալու է։ Եվ ուզում եմ ձեզ վստահեցնել, ու ես համարվում եմ, որ մեր ազգը 21-րդ դարի ազգ է, որտեղ 21-րդ դարում շատ արժեքներ փոխվելու են։ 21-րդ դարում հզոր չի լինելու այն ազգը կամ պետությունը, որը ունենալու է շատ մեծ բնական հարստություն։ Այլ հզոր է լինելու այն ազգը, որը կարողանալու է փոքր տարածքում, փոքր ուժերը միավորել, հզոր է լինելու այն ազգը, որը կարողանալու է իր մտավոր ունակությունները իմի բերել, ծառայեցնել հայրենիքին, եւ հզոր է լինելու այն ազգը, որ իր կամքը նվիրվածությունը կիզակետ վերցնելու է ազգի եւ հանրապետության երկրի շահերը։ Կարծում եմ այս բոլորը մենք ունենք։ Ազնիվ, աշխատասեր, նվիրյալ, հայրենասեր մարդիկ, որոնք այսօր սփռված լինելով աշխարհով, աշխարհի բոլոր կետերից կարող են հայրենիք բերել իրենց գիտելիքը, հնարավորությունները, կապերը, ցանկությունը, աշխատանքը, ինչպես կարող է այդպիսի ազգը չհաջողի։ Հանդիպումները մեր հայաստանյան պատվիրակությունը ունեցավ Էմիրությունների բոլոր բարձրաստիճան քաղաքական գործիչների հետ, սկսած նորին մեծություն Շեյխ Մոհամմադ բին Զայեդից, եւ իր գործընկերներից, եւ իր ընտանիքի անդամներից, եւ ես այցելություն ունեցա նաեւ Շարժա այսօր, եւ ղեկավարի հետ հանդիպեցի, եւ Դուբայ, եւ ղեկավարի հետ հանդիպեցի, եւ ուղղակի ձեզ ուզում եմ փոխանցել, որ կա շատ ջեմ բարյացակամ վերաբերմունք եւ կա բուրըն ցանկություն, մեծ ցանկություն տարբեր ոլորտներում Հայաստանի Հանրապետության հետ աշխատելու։ Հիմա հարցը մնում է մեզ. եթե մենք չզլանանք, եթե մենք չծուլանանք, եթե իսկապես այս հնարավորությունը, որը ստեղծված է, շարունակելի սարքենք, վաղվանից սկսած մեր եռանդը, կազմակերպվածությունը դնենք, լցենք աշխատանքի, ես վստահ եմ մեր հանրապետության եւ էմիրությունների միջև տարբեր ոլորտներում մեծ հաջողություններ կգրանցենք։ Նույն էմիրություններում, քանի որ ջուր չկա, հարուստ են նավթով էմիրությունները, բայց աղքատ են ջրով։ Այս երկրում, եթե կարծում եմ ձեզ կհետաքրքրի մի շատ պարզ փաստ, որ 1 խորանարդ ջուրը ստեղծելու համար ծախսվում է $0.5 մինչև $2։ Հայաստանի Հանրապետությունում ամեն տարի բնություն աստված մեզ պարգևում է 8-10 բիլիոն խորանարդ մետր ջուր, ձրի։ Հիմա հարուստ ենք, թե ոչ։ Ինչ եք կարծում։
Եվ սրանից ընդամենը 20 կամ 50 տարի այս ջուրը նույնքան կամ ավելի արժեքավոր է լինելու, քան թե նավթը։ Հետևաբար հարցը նրանում է, թե ինչպես ենք նայում այս բաժակին այսօր։ Արդյոք այս բաժակը կես լիքն է, թե կես դատարկ։ Իմ կարծիքով այս բաժակը լրիվ լիքն է։ Մեր ազգային բաժակը, մեր ապագայի բաժակը լրիվ լիքն է եւ ընդհանրապես մի բան է պահանջում, որպես մենք բոլորս միասին համախմբված ծառայենք մեկ ընդհանուր նպատակի։ Մեր հայրենիքի, մեր ժողովրդի, աշխարհասփյուր մեր մեկ ժողովրդի, աշխարհասփյուր բառը լավ բառ է։ Սփյուռքը չէ, դուք բոլորդ հայաստանցիներ եք։ Դուք ձեր ծնողները, ձեր ծնողների ծնողները ծնվել են Հայաստանում։ Ինչ որ մի պահ, ինչ որ մի օր Հայաստանից են ծագում։ Հետևաբար բոլորդ հայաստանցի եք, որ ժամանակավորապես գուցե մեկը 20 տարով, մյուսը 200 ապրում է դրսում։ Բայց միևնույն է, մեկ օր Աստծու կամքով բոլորս վերադառնալու ենք մեծ, ազատ անկախ, ժողովրդավար հայրենիք։ Վերադառնանք Հայաստան, տեղափոխվենք խորհրդարան, որտեղ այսօր շարունակվում է երկուշաբթի մեկնարկած նիստը։ Դրա օրակարգի գլխավոր հարցերն են ազգային ժողովի նախագահի, փոխնախագահների, ինչպես նաև մշտական հանձնաժողովների ղեկավարների ընտրությունը։ Հենց քիչ առաջ ազգային ժողովի ամբիոնից ելույթեր ունենում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Մանեթ Հանդիլյանը, ում падգամավորները բազմաթիվ հարցեր ուղղեցին։ Տիկին Թանդիլյան մի քիչ հարցս կարող է տարօրինակ թվալ, հա, եթե գշերքի նժարներին դնենք ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնը եւ ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնը հազուտ իր վերահսկողական, այսպես գործառնական տիրույթում դիտարկելու դեպքում ընդդիմության համար որ նա ավելի այսպես ազդեցիկ պաշտոն ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որը երբևէ չի պատկանել ընդդիմությանը, թե ազգային ժողովի նախագահի տեղակալին։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Գևորգյան։ Իրականում ազդեցությունները հավասար են, բայց տարբեր։ Մեկը քաղաքական է, մյուսը մասնագիտական։ Եվ ես դες պետք է հավաստիացնեմ, որ անկախ նրանից ես որ պաշտոնում կլինեմ, այդ պաշտոնի եւ այդ գործառույթների իրականացումը ամբողջովին իրականացնելու եմ եւ այդ վերահսկողական եւ ազգային ժողովի գործառույթներին բնորոշ այսպես պարտականությունները լավագույնս իրացնելու եմ։ Իրականում ես հասկանում եմ հարցի թաքնված ենթատեքստը, բայց դուք պետք է իմանաք, որ երբ որ շեշտում եք ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովը երբեք չի տրվել ընդդիմությանը, իրականում այնտեղ շարունակելու է գերակշիռ մասը լինել իշխող ուժի падգամավորներ, լինելու են իշխող ուժի падգամավորները եւ այնտեղ իմ գործընկերը պարոն Կարապետյանը նշեց, որ առանձնահատուկ հենց հանձնաժողովի ղեկավարի գործառույթը նամանավանդ ամենա այսպես ազդեցիկը չէ այն առումով, որ կազմակերպական, այո, որոշ հայեցողական գործառույթներ եւս կան, բայց այդ առումով ազդեցությունը падգամավորի կապ ունի իր գործունեության եւ իր նվիրվածության, իր ամբողջովին ներդրվելու ունակության մեջ։ Ես կարծում եմ, որ սա է ինչ պետք է անի падգամավորը անկախ նրանից, որ պաշտոնում է եւ ինչ գործառույթ ունի լրացուցիչ։ Դուք ձեր խոսքում շատ անդրադարձակ եւ իրավացի եք հանձնաժողովի հենց վերահսկողական դերի կարեւորությունը։ Ես միայն ավելացնեմ մի շեշտադրում, որ բացառիկ է ի համեմատություն ցանկացած այլ մշտական հանձնաժողովների։ Տեսեք, ձեր քաղաքական թիմը շաբաթներ շարունակ թեզ է առաջ տանում, որ կառավարության նման կառուցվածքի պարագայում, օրինակ ոստիկանությունը, ԱԱԾ, ՆՊԵԿ-ը, վերջինը պարոն Գորգիսյանն էր երեկոյան այս դահլիճում, դուրս են մնում ընդհանրապես խորհրդարանական վերահսկողությունից։ Հիմա ես խնդրում եմ ձեզ այն ձեր ասած մասնագիտական անաչառության տեսակետից ասել, թե քանի խորհրդարանական վերահսկողության գործիքներ ունի հենց ձեր գլխավորելիք հանձնաժողովը նշված կառույցների նկատմամբ։ Կան նման գործիքներ։ Եվ եթե կուզեք մեկ-երկուսը թվարկեք, միգուցե նաև դահլիճային հատվածին նայելով, որ մարդիկ տեղյակ լինեն։ Շնորհակալություն։
Շնորհակալություն պարոն Դանելյան, հաշվի առնելով որ դահլիճային հատվածում բազմաթիվ փորձառու պատգամավորներ կան, նրանք տեղյակ են, որ տարիներ շարունակ այս դահլիճում եւ խորհրդարանական հանձնաժողովներում կանչվել են տարբեր պաշտոնյաներ, որոնք ըստ էության կարող էին եւ չգալ։ Եվ սա է խնդիրը, որ կառավարության անդամ չհանդիսացող պաշտոնյան կարողանում է չներկայանալ։ Եվ սա է հենց նաև այն շեշտադրումը, որ մենք պարբերաբար անում ենք, որ բացահայտ լինի եւ հանրության համար թափանցիկ այդ պաշտոնյաների աշխատանքը եւ իրենց ոլորտում գտնվող նաև թե ծախսերը եւ թե գործառույթների մասով հնարավոր լինի տալ հարցեր։ Սա է պատճառը, որ մենք գտնում ենք, որ որևէ օղակ չպետք է դուրս մնա խորհրդարանական վերահսկողությունից, այլ պետք է ոչ թե բարի կամքով եղել են, այո, նաև պաշտոնյաներ, ովքեր եկել են, բայց դա իրենց բարի կամքով են արել եւ հետեւաբար այն լծակը, որ ունի կառավարությունը խորհրդարանը կառավարության նկատմամբ պետք է ունենա բոլոր տեսակի գերատեսչությունների, կոմիտեների եւ տարբեր առընթեր մարմինների նկատմամբ։ Սրա մասին է խոսքը, պարոն Դանելյան, եւ ես կարծում եմ, որ անկախ դրանից եւ հանձնաժողովի աշխատանքները իհարկե այդ վերահսկողական ֆունկցիան նոր է եւ տրված հանձնաժողովին այդ մեծ մասշտաբով, բայց ազգային ժողովի պատգամավորները այս դահլիճում եւ հանրությունը կարող են եւ պետք է կարողանան հարցեր ուղղել պատգամավորների միջոցով այդ պաշտոնյաներին։ Շնորհակալ եմ։ Դուք իմ հարցին չպատասխանեցիք իմ կարծիքով եւ հմտորեն շրջանցեցիք։ Իմ հարցը հետեւյալն էր. Արդյոք հենց ձեր գլխավորելիք հանձնաժողովը ունի խորհրդարանական վերահսկողական գործիքակազմի շրջանակից, որտեղ կարող են բազմաթիվ գործիքներ լինեն, մի քանի գործիք առնվազն հենց ձեր կողմից նշած, ձեր կուսակցության կողմից նշած ուժերի կառույցների նկատմամբ, ՊԵԿ-ի ոստիկանության նկատմամբ վերահսկողություն իրականացնել, այո թե ոչ։ Շնորհակալություն։ Պարոն Դանելյան, ես իրականում պատասխանեցի ոչ միայն մեր հանձնաժողովը, այլ բոլոր հանձնաժողովները ունեն այդ լիազորությունը, բայց կան կառույցներ, որոնց ղեկավարները այնուամենայնիվ չեն ներկայանում, բայց միևնույն ժամանակ կառավարության անդամ ունի պարտավորություն գալու ազգային ժողովի դահլիճ այստեղ նստելու եւ պատասխանելու հարցերին։ Շատ հաճախ եղել է անգամ, որ հարցը ուղղել ենք այս կամ այն օրինակ ֆինանսների նախարարությանը, բայց եղել է հարկայինի ՊԵԿ-ի ոլորտից եւ այն դուրս է եկել, կարծեք թե կճշտենք, կասենք եւ այլն։ Սա է հարցը եւ իրականում ես պետք է վստահեցնեմ, որ երբ որ դու ներկայանում ես ազգային ժողով, քո պատասխանատվության աստիճանը շատ ավելի բարձր է, քան երբ որ դու ուղղակի այս շենք ընդհանրապես չես մտնում, որպես կառավարության անդամ եմ ասում նախկին։ Շնորհակալ եմ։ Գրքերը չեն հանդարտվում օպերայի հարակից սրճարանների հեռացման հարցի շուրջ։ Քաղաքապետարանը վերջերս հայտարարեց Ազատության հրապարակին հարող առաջին շղթայի սրճարանները հեռացնելու ու տարածքները նորից կանաչապատելու մտադրության մասին։ Նախկին քաղաքային իշխանությունների օրոք այդ տարածքների վարձակալման պայմանագրեր կնքած սրճարանատերերը սակայն ասում են, որ ոչ մի դեպքում չեն հեռանա, քանի դեռ չի լրացել իրենց պայմանագրի ժամկետը։ Օրինակ Սիդնեի օպերայի կողքը բացության սրճարան, մենք ինչով ենք հանգարում։ Լասկալան, այս вообще լրիվ մուտքի մոտ է։ Այս Ֆրանկֆուրտինը լրիվ մուտքի դեմն է։ Խնդիրը առաջին գիծն է, որը պետք է կանաչապատվի։ Այս տեսքը ձեզ դուր է գալիս։ Այո։ Ձեզ դուր չի գալիս։ Ես որ կողմ չէի լինի, որ բաց մնար ինչ-որ մեկը։ Ուզել երևել կանաչը։ Իմ սրճարանի 90%-ը վերցնում են, ինձ բան չի մնում, ու մանավանդ, որ ես երբեք կանաչ գոտու վրա տարած չեմ հիմնել, ես ունենք 87 թվականից այս սրճարանը գործում է, ես առաջարկել եմ, եթե պետք է, իմը մի քանդեք, ես այստեղ իմ ձեռքով քանդեմ, կանաչապատեմ, կանաչի մեջ ունենամ գոնե մի քանի սեղան, բայց ոչ առհասարակ ոչ մի հատ։ Ուզում եմ երկուսն էլ լինի։ Ես ապրել եմ այդ դիմացի շենքին 30 տարի, ես բան չեմ տեսել, հիմա ինձ համար զարմանալի է։ Այգիներ, ծառեր, մաքուր օդ։ Ճիշտ որոշում է, որը պետք է շուտ ապույտ իսկապես ապամոնտաժվի։ Սենց այս ինչ է կատարվում։ Facebook սոցիալական ցանցի կիբերանվտանգության բաժինը Facebook-ից հեռացրել է հարյուրավոր էջեր, խմբեր ու պրոֆիլներ, որոնք ըստ Facebook-ի երկու ապատեղեկատվություն տարածող երկու շղթաների մաս են կազմել, ընդ որում թիրախավորելով նախկին ԽՍՀՄ-ի տարածքը։ Հեռացված էջերից 364-ը կապվել են ռուսական պետական Սպուտնիկ լրատվական գործակալությանը։
Facebook-ը հեռացրել է ավելի քան 500 էջ, որոնք կապ ունեին ռուսական պետական Sputnik գործակալության հետ։ Այդ էջերը ապատեղեկատվություն էին տարածում կենտրոնական եւ արևելյան Եվրոպայի, կենտրոնական Ասիայի եւ հարավային Կովկասի երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում։ Sputnik Armenia գործակալությունը երեկ հայտնել էր, որ Facebook-ը հեռացրել է իր ռուսալեզու էջը։ Facebook-ի տարածած հայտարարության մեջ ասված է, որ այդ կեղծ օգտատերերը գրանցված էին որպես լրատվական էջեր եւ ապատեղեկատվություն էին տարածում։ Օրինակ, ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաների կոչ էին անում։ Facebook-ի կիբերամտանգության քաղաքականության ղեկավար Նատանիել Գլեյչերը հունվարի 17-ին գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է, թե կեղծ էջերի երկու խումբ են հայտնաբերել։ Մեկն աշխատում էր Ուկրաինայի դեմ, մյուսը ակտիվ էր Արևելյան Եվրոպայի եւ հետխորհրդային մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանում։ Այդ կեղծ տեղեկատվական էջերը ունեին գրեթե 800,000 հետևորդներ, ֆեյք էջերը շուրջ 135,000 ԱՄՆ դոլար են ծախսել իրենց տեղեկությունը գովազդելու համար, ասված է Facebook-ի տարածած հաղորդագրությունում։ Հաղորդագրությունում նաև նշված է, որ ամբողջ տեղեկությունը Facebook-ը փոխանցել է ԱՄՆ կոնգրեսին եւ այն քաղաքական գործիչներին, ում դեմ էին ուղղված այդ կեղծ նորություններն ու գործողությունների կոչերը։ Գեջերի խոսքով 364 էջերը կապված են ռուսական Sputnik լրատվական կայքի աշխատակիցների հետ անմիջապես։ ՌԻԱ Նովոստի գործակալության հաղորդմամբ Sputnik-ը Facebook-ի որոշումը հստակ քաղաքական է որակել, հայտարարելով, թե կատարվածը պարզապես գրաքննություն է։ Facebook-ի կիբերամտանգության հարցերով պատասխանատուն ուղղակի կապ եւ նմանություն է տեսնում հեռացված տեղեկատվական եւ օգտատերերի էջերի եւ այսպես կոչված Պուտինի խոհարար Եվգենի Պրիգոժինի ղեկավարության տակ աշխատող տրոլների ֆաբրիկայի միջև։ Պրիգոժինը, հիշեցնեմ, սանկցիոն ցուցակում է ամերիկյան ընտրություններին միջամտելու փորձերի համար։ Անցած տարի փետրվարին Պրիգոժինին եւ 12 այլ անձանց, հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, մեղադրանք է ներկայացրել, այդ թվում բանկային խարդախության, դավադրության եւ ինքնության գողության համար։ Ժամը 11-ի լուրերի թողարկմանը նախատեսել էինք այսքանը։